Խաղացուն սիրելի ավատագիցներ, հուսամ լավ եք այսօր, ասված եզի շատ օրդն է։ Ես ուզում եմ խոսել մի թեմա, որ շատ հազվադեպ է դա շոշափվում քարոզների ժամանակ քրիստոնեական շրջանակներում։ Բայց դա ես համարում եմ շատ կարևոր թեմա և այդ թեման վերնակրել եմ այսպես բարգության փորձությունը, ով է իշխում սրտիդ։ Բարգության փորձությունը, ով է իշխում սրտիդ։ Այս թեման ես խոր ուսումնասիրել եմ սիրելիներ, որովհետև ես ինքս հաճախ ընկնում եմ այս փորձության մեջ, հետևաբար ես այդ ուսումնասիրություններից ամփոփում եմ ձեզ ներկայացնելու, որովհետև շատ խորացել եմ դրա մեջ։ Ուզում եմ ձեզի Աստծո ողորմության շնորհքով ձեզի ներկայացնել ամփոփումը սիրելիներ։ Սուրբ Գիրքը այս մասին խոսում է և արտահայտված համարը բոլորդ գիտեք Եփեսացիներու 4-րդ գլուխ 26-րդ համարն է։ Եփեսացիներու 4-րդ գլուխ 26-րդ համարը գսե եթե բարգանակ մեղ մի գործեք։ Արևը ձեր բարգությանը վրա մարը թող չմտնե։ Եթե բարգանակ մեղ չգործեք, արևը ձեր բարգությանը վրա մարը թող չմտնե։ Հայերենի մեջ լավ է թարգմանվել, ինչ համար, որովհետև հունարեն բնակերի մեջ մի քիչ տարօրինակ է, չի ասում եթե։ Բնակերի մեջ ասում է բարգացեք, բայց մեղ մի գործեք։ Բայց որովհետև դա դժվար է հասկանալ, կարա մարդը իր հաշվին դա հասկանալ, հայերենի մեջ եթեն դրած է, ինչ որ ես համաձայն եմ դրա համար։ Այսինքն չի ասում բարգացեք, բայց ցույց է տալիս, որ բարգությունը բնական արձագանք է մարդու ներսիտին, այդ զգացումը մարդու ներսիտին կա, և եթե բարգանակ մեղ մի գործեք։ Եվ հետո շարունակում է ասում է, որ արևը թող մարը չի մտնե ձեր բարգությանը վրա։ Այս խոսքը սիրելիներ առաջին հայացքից բարձ հորդոր է թվում, բայց իրականում այն բացահայտում է մարդու ներաշխարհի ամենախոր պայքարներից մեկը։ Այն չի ասում մի բարգացեք, այդպես չէ գրած, ասում է եթե բարգանակ մի մեղանչեք։ Այսինքն խնդիրը բարգությունը չէ, այլ այն, թե ինչ տեղի է ունենում մարդու սրտում այդ բարգության պահին։ Բարգությունը սիրելիներ սահմանագիծ է։ Բարգությունը այն կետն է, որտեղ մարդը կանգնում է երկու ճանապարհների միջև։ Մի կողմում մարմնավոր արձագանք, եսի արձագանք, ինքնապաշտպանություն, անմիջական ռեակցիա, իսկ մյուս կողմում ճշմարտություն, հոգևոր գիտակցություն, ինքնատիրապետում։ Այդ պահին մարդը պարզապես չէ, որ բարգանում է, նա ընտրում է, թե ում իշխանության տակ է գտնվում իր սիրտը։ Բարգությունը սիրելիներ բացահայտում է մարդու սիրտը։ Բարգությունը երբեք պատահական չէ։ Այն միշտ ցույց է տալիս, թե ինչ կա մարդու ներսում։ Եթե ներսում կա հպարտություն, բարգությունը դառնում է վիրավորանք։ Եթե կա վախ, այն դառնում է
պաշտպանական ագրեսիա։ Եթե կա սեր եւ ճշմարտություն, այն դառնում է արդար ցավ, ոչ թե արդար պատիժ, արդար ցավ։ Այսպիսով փառքությունը հայելի է, որտեղ մարդը կարող է տեսնել իր սրտի իրական վիճակը։ Արդար փառքություն եւ ինքնարդարության փառքություն կա, արդար փառքություն կա, ինքնարդարության փառքություն։ Շատ հաճախ մարդը խաբվում է հենց այստեղ։ Նա իր փառքությանը տալիս է արդարություն անունը, բայց երբ նա լինում է ինքնարդարացման բարգություն սիրելիներ։ Արդար բարգությունը սիրելիներ ծագում է ճշմարտությունից եւ սիրույց։ Այն ուղղված է ոչ թե անձին, այլ ուղղված է խնդրին։ Այն չի ցկտում կործանել, բայց ցկտում է վերականգնել։ Իսկ գեղձ արդարացումը, այսինքն ինքնարդարացման փառքությունը սիրելիներ, ծագում է վիրավորված եսից։ Այն կենտրոնացած է սեփական իրավունքների, սեփական արժանապատվության վրա։ Այն ուզում է հաղթել, ուզում է ապացուցել, ուզում է ճնշել։ Արտաքինից դրանք կարող են նման թվալ, բայց ներսում տարբերությունն ակնհայտ է։ Ներսի վիճակը սիրելիներ գլխավոր ցուցանիշն է։ Արդար բարգության մեջ, նույնիսկ ահավոր ցավի մեջ մնում է խաղաղության մի խոր շերտ։ Ինքնարդարացման մեջ կա խռովք, կա այրում, կա անհանգստություն։ Եթե բարգության մեջ մարդը գործնում է խաղաղությունը, դա արդեն նշան է, որ սրտում այլ բան է իշխում։ Մեղքը երբ է սկսվում բարգության մեջ։ Մեղքը սկսվում է հենց համաձայնությունից։ Մեղքը չի սկսում ըսկացումից։ Բարգության ըսկացումը մարդ չի գա աշխարհում, որ դրա ներսիտին չկա։ Հիսուս նույնպես տաճարում բարգացավ սիրելիներ, բայց դա արդար բարգություններ, կխոսենք դրա մասին։ Հետևաբար բարգության ըսկացումը չէ, որ մեղք է, այլ այն բահից, երբ մարդը ներսում համաձայնվում է իր բարգության հետ եւ արդարացնում է այն։ Այդ համաձայնությունն է, որ բարգություն է դարձնում խոսք, արարք, վիրավորանք եւ բաժանում։ Բարգությունը ուզում է դառնալ քո ձայնը։ Բարգության բահին մարդու ներսում մի ուժ առաջանում է, որ մղում է անմիջապես արձագանքել, խոսել, պատասխանել, ապացուցել, հաղթել։ Բայց հենց այստեղ է վտանգը։ Եթե մարդը չի կանգ առնում, նա այլևս ինքը չի խոսում, բարգությունն է խոսում իր միջոցով։ Ուրեմն գա այստեղ նույնպես ժամանակի վտանգը, որ Պողոս Արաքյալ նույնպես դա հիշեցնում է, ժամանակի վտանգը։ Խոսքը ինչ է ասում։ Ասում է, որ արևը ձեր բարգությանը վրա մարը թող չմտնե։ Սա բարձրապես ժամանակի մասին չէ, այլ սրտի վիճակի մասին է, սիրելիներ։ Բարգությունը եթե մնաց,
Նա չի մարում ինքն իրեն, այն փոխվում է, սկսվում նեղվածություն, ապա դժգոհություն, ապա դառնություն, վերջում կարծրացած սիրտ։ Այդ պատճառով չլուծված փառքությունը դառնում է ոչ միայն ներքին ծանրություն, այլ նաև բաժանման պատճառ։ Հետևաբար չգարգավորված փառքությունը աստիճանաբար դառնում է սովորություն։ Մարդը սկսում է նույն ձևով արձագանքել կրկին ու կրկին։ Եվ դա դառնում է իր բնավորության մաս։ Այսինքն նա ներսում ճանապարհ է բացում, որտեղ բարգությունը սկսում է իշխել։ Սա արդեն շատ վտանգավոր է։ Հետևաբար մենք պետք է սրա նայենք խաչի չափանիշով։ Յուրաքանչյուր բարգություն կարելի է փորձարկել մեկ չափանիշով։ Ինչպես կարձագանքեր Հիսուսը այս իրավիճակում։ Նրա կյանքում մենք տեսնում ենք, որ բարգությունը կարող է լինել։ Բարգացավ Հիսուսը տաճարում։ Նույնպես բարգացավ փարիսեցիների տեղ, գեղձավորներ եւ սկսավ իրենց բոլոր գեղձավորությունները։ Հիսուս տարբեր անգամներ տեսնում ենք բարգացավ արդար բարգացություն եւ տաճարում տեսնում ենք չագերդյալ ագրեսիվ թվացող բարգությունը սիրելիներ։ Բայց նրա կյանքում մենք տեսնում ենք, որ բարգությունը կարող է լինել, ինչպես որ ասեցի տաճարում, բայց այն երբեք չի դառնում մեղք, երբեք, որովհետև այն մնում է ճշմարտության և սիրո սահմաններում։ Նա չպաշտպանեց իրեն, նույնիսկ երբ ուներ լիարժեք իրավունք։ Այսինքն Հիսուսի բարգությունը երբեք և երբեք ինքնապաշտպանողական բարգություն չեղավ։ Երբ իրեն նախադեցին, երբ իրեն սուտ հանեցին, երբ իրեն ձեծեցին, երբ իրեն թքեցին, խաչը հանեցին, ոչ մի մեղք չուներ, քառնուկի նման ինքը գնաց, երբեք իր անձը չպաշտպանեց։ Հետևաբար իր բարգությունը, այդ բարգության մոմենտները, որ ունեցավ, բխում էին ճշմարտությունից, արդարությունից և սիրույց, բնավ իր անձի եսին հետ կապ չուներ, սիրելիներ։ Սա ցույց է տալիս, որ իրական ուժը ինքնապաշտպանության մեջ չէ, այլ ինքնատիրապետման մեջ է, սիրելիներ։ Հետևաբար ո՞րն է իրական ուժը։ Բարգանալը շատ հեշտ է, սիրելիներ, շատ հեշտ է։ Բարգությունը կառավարելը շատ դժվար է։ Իսկ իրական ուժը այն է, երբ մարդու ներսում կա կրակ, ճշմարտության կրակ, արդարության կրակ, բայց նա չի թողնում, որ այդ կրակը այրի ուրիշներին։ Սա արդեն հոգևոր հասունություն է, սիրելիներ։ Ամենախորը տարբերությունը հետևյալն է։ Արդար բարգությունը պատրաստ է խոնարհվել, նույնիսկ խաչվել, եթե դա ծառայում է ճշմարտությանը։ Ինքնարդարացման բարգությունը երբեք պատրաստ չէ հրաժարվել իրենից։ Այն միշտ ուզում է, որ հենց ինքը ճիշտ դուրս գա։ Այստեղ ամենախորը միտքը այս ամենի մեջ ինչն է։ Այս խոսքը Պողոս առաքյալի սովորեցնում է ոչ թե ամբողջությամբ ազատվել
բարգության զգացումից, ինչու, քանի որ այն մարդու բնական արձագանքն է։ Եվ Աստվածաշունչը խոսում է նաև Աստծո արդար բարգության մասին, որպես սուրբ արձագանք մեղքին, սիրելիներ։ Եվ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով։ Այլ բարգության մեջ չգործնել Աստծուն։ Ով է իշխում քո սրտում։ Քանի որ իրական խնդիրը բարգությունը չէ, այլ ով է իշխում մարդու սրտում այդ պահին, սիրելիներ։ Տեսնում եք, շատ կարևոր է այս նրբությունները մենք հասկանանք։ Խոսքս չեր կարելու համար վերջնական ամփոփում։ Արդար բարգությունը ծառայում է ճշմարտությանը։ Ինքնարդարացման բարգությունը, որը դա մարդկային բարգություն է, մարմնավոր բարգություն է, եսի բարգություն է, սիրելիներ, ծառայում է եսին ճշմարտության անունով։ Դրա համար տեսնում ենք Հակոբոսը առաջին գլխի 20-րդ համարի մեջ ինչ է ասում, ասում է, որովհետև մարդու բարգությունը, այսինքն մարդկային բարգությունը, մարմնավոր եսի բարգությունը, Աստծո արդարությունը չի կատարում։ Եվ ամենավտանգավորը բացահայտ մեղքը չէ, այլ այն, երբ մարդը իր բարգությունը անվանում է արդարացում, սիրելիներ։ Եվ այսքան։ Աստված օրհնի ձեր բոլորին, եկեք աղոթենք։